Ստանոկը հին է 83 թվին։ Ես եմ գնացել Իվանովոյից բերե ու մինչև այսօր կաշխատի։ Մեքենաշինական ամենահին այս հաստոցը ժամանակին համարվել է նորագույնը, աշխատել է հատուկ մեխանիզմով։ 80-ականների սարքավորումը հիմա էլ աշխատեցնում են հարմարեցնելով նոր տեխնոլոգիային։ Վերջին 2 տարում պարապորտներ քարհատ մեքենան չունի, թեև պատվերների շուկան միայն տեղականն է։ Կորպուսնոյ դետալները вообще այս ստանոկով քանենք։ Դե մի հատ կավելեմ, սիգե վրազեր պետք է էդևնը սիգեմ կավե։ Քար կտրող մշակող հաստոցների պահեստամասեր մեծ ու փոքր դետալներ են արտադրում, որոնք օգտագործվում են քարհանքերում։ Պարզ է, որ պատվերները միայն Շիրակի քարհանքերից չեն, հանրապետության տարբեր մարզերում շահագործվող հանքարդյունահանող ընկերություններին են սպասարկում։ Նախկին ստրոմաշինագործարանից մնացած մեկ այլ հին հաստոց էլ անդադար աշխատում է։ Սրանով են ատամնանիվներ սարքում։ Պահեստամասեր են արտադրում հանքերի համար, այսինքն ամենակարևոր պահեստամասերից է, շատ օգտագործվող ու փորձում ենք ամեն ձև ապահովենք, հասցնենք հանքերին, որ չկայնեն հանքերի ստանոկները։ Հանքարդյունաբերության ոլորտից բացի ջրամբարաշինության մեջ կիրառվող կառուցատարներ են պատրաստում։ Համագործակցությունը չինական ընկերության հետ է Շիրակի մարզի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներում։ Քարհատ մեքենայի մասնագետներին է վստահվել ջրամբարի նոր թունելի փականի պատրաստումը եւ տեղադրումը։ Մետաղական բարդ կառուցվածք ունեցող փականի ծանր գործն արդեն ավարտին են հասցրել։ Կապսի ջրամբարի համար թունելի փականի կարկասն ենք մենք պատրաստել մոտ 15-16 տոննա քաշուներ, շատ բարդ աշխատանքեր, բայց պատվով դուրս եկանք, արդեն տեղադրել են, մենք գնացել նայել ենք, տեղում տեսանք շատ հարմար, շատ լավ ստացվել է։ Սարքաշինական պոտենցիալը վերջին 30 տարիներին երբևէ չի նորացվել, բայց հին գործարանի ժառանգություն ստացած սարքավորումները պակաս գործ չեն անում։ Նախկինում արտաքին շուկայից եւս պատվերներ եղել են, քարի մշակման մեքենաներ են ուղարկել Ղազախստան։ Հիմա էլ փոքր ծավալի, բայց նորից շարունակում են աշխատել ղազախական շուկայի հետ։ Հիմնականում ներքին պատվերներն են ապահովում արտադրական ծավալները, արդեն ներդրված բազմաֆունկցիոնալ նոր ու ժամանակակից հաստոցների հաշվին։ Որոնք նպաստում են արտադրության լիարժեք կազմակերպմանը, ինքնարժեքի իջեցմանը եւ իհարկե, եթե ինքնարժեքը ցածր եղա, ուրեմն կարող ենք ավելի ցածր գնով վաճառել եւ շուկա գրավել։ Կան նորից Ղազախստանից պատվերներ, բայց շատ փոքր քանակի են։ Հիմնականում ներհայաստանյան ընկերություններն են պատվիրում մեզ, նույն մեր ատոմակայանի պատվերներն են կատարում, լոկոմոտիվային դեպոյից ենք պատվերներ ստանում։ Տեղական շուկայի ներգրավմամբ այստեղ համագործակցել են նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետ։ 1.5 ամսում ատոմակայանի ռեակտորի խողովակաշարն են պատրաստել։ Այն արդեն հասել է պատվիրատուին։ Ընկերության համար կարևոր է եղել նաև համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։ Փոքր ծավալով, բայց ապահովել են զինամթերքի համար նախատեսված արկղերով։ Մանր-մներ պատվերներ են, բայց իրանք ծավալով այնպես չեն, մոտ 13-14 միլիոնի արտադրանք է, այնպես չէ որ փոքր է, ինքը քանակով մեծ է։ Պաշտպանության նախարարության համար մոտ 20-22 միլիոնի արտադրանք արդեն հանձնել ենք։ Ու բարձր որակի, որոնք մեր պատվիրատուները շատ գոհ են։ Աշխատուժի խնդիր այս պահին ընկերությունը չունի, թեև նոր մասնագետներով առավելապես երիտասարդ կադրերով համալրելու կարիք միշտ ունի։ Նոր սերնդի հաստոցներով ավտոմատացված աշխատանքն արդեն հետաքրքրում է երիտասարդներին, որոնք այստեղ վարպետանալու հնարավորություն ունեն։ Ժամանակն է այսօր սերնդափոխության, ճիշտ է շատ դժվար է սերնդափոխություն անելը նմանատիպ աշխատանքների, բայց մեր ջանքերի շնորհիվ արդեն հաջողվել է կադրեր ներգրավել, որոնք արդեն փորձում են մեր փորձառու մասնագետների կողքը եւ փորձի փոխանակում ունենալ եւ իրենց այդ վաստակը Որոշել տարիքով 6 նոր մեր 3 հատ ջահելներ են եկել լավ ուղեղով բանով փորձում ենք սովորացնենք որ կարողանան աշխատեն մեր իմացածը փոխանցենք իրան չկայնի մեր գործարանը Ընկերությունն աշխատանքային ծավալների ընդլայնման եւ համագործակցության համար նոր տեղական շուկաներ է փնտրում, աշխատում է տարբեր համայնքների հետ։ Այժմ Երևանի քաղաքապետարանի պատվերով պատրաստում են նոր նստարաններ ու աղբամաններ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։